Ողջույն, երկրի վիճակը հաղորդաշարը շարունակում է իր հաղորդումների շարքը։ Այսօր մեր հյուրն է ազատամարտիկ սփյուռքահայ Արմեն Ջորջ Ջերահյանը։ Բարև ձեզ, պարոն Ջերահյան։ Բարև ձեզ։ Ոչինչ, որ ազգանունով դիմեմ։ Ազգանունով Ջորջ ասեմ։ Ջորջը պասպորով է, ազգանունս իսկականը Ջերահյան է։ Լիբանանի այս քրիների Լիբանանի միջև Սիրիա դեպոխվելը արխիվները այրվեցին, դենց Ջերահյանը Ջորջ դարձավ, ինչպես եղավ, այդպես չիմացա։ Դադարան այս կոմենգով Ջորջ մնաց։ Բոլոր դեպքերում ազգանունով չի, որ մարդը հայ է կամ հայ չէ, շատ հայ ազգանունովներ կան, որ ավելի վատ թշնամի են, քան այն ազգանունները, որոնք որ յանով չեն ավարտվում, բայց հայրենասեր են ու հայրենիքին նվիրված։ Ամեն միան գրողը ճիշտ է ասում, ամեն միան գրողը հայ կարողա չէ ծպտված հայեր կան, որ մասոններին, ռուսներին, ամեն մեկը իր շահի հետևից է ինգած, ցավոք սրտի այսօր Հայաստանում այնքան աղանդներ կա, կուսակցություններ կա, պետք է կուսակցությունները բրբդենք եւ աղանդները ոչ մեկը իրար հանդեպ չեն օգնում, կամ չնչենք կուսակցությունները եւ աղանդները, կամ իրար օգնեն։ Ես վիրավորվում եմ, որ այսքան դարի 100 տեսակ կուսակցություն, 100 տեսակ աղանդ, ոչ ոք մեկը իրար չի օգնում։ Դե 100 տեսակ են, դրա համար էլ իրար չեն օգնում։ Նույն տեսակի եթե լինեին, օգնեին։ Նույն տեսակին մի քիչ դժվար է, ուրեմն կառավարությունը պետք է շտկվի, առաջ կառավարությունը պետք է մտածի, ինչու համար 100 տեսակ կուսակցություն։ Թող չնչեն կուսակցությունները, աղանդները, որ այսպեսի բաներ չի պատահի։ Տեսնում եք 40 տարի, 30 տարի, այս ինչ են անում Հայաստանը, հարվածում են, աչ են ծախեն։ Պարոն Արմեն, տեսեք, վերջին շաբաթը, մանավանդ հանգստյան օրերը շատ բուռն էին Հայաստանում, ձեր ասած այ աղանդներ, կուսակցություններ եւ այլն, եւ պայթեց ամենա, այսպես ասած, հակա եկեղեցական այդ նստվածքը, որ տարիներ շարունակ նստված կար եւ պայթեց եւ շատ աղմկահարույց գրառումներ եղան վարչապետի կողմից ուղված եկեղեցուն, հայտարարություններ եղավ նաեւ կառավարության նիստում, չուլանացված եկեղեցիները վերածվել են չուլանների, անկողիններ, չգիտեմ, կոշիկներ, չգիտեմ ինչ։ Դուք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ինչպես եք նայում այս իրավիճակին եկեղեցու հետ կապված։ Ինչքան էլ որ ասենք եկեղեցին իր վատ պայմաններում կամ ճիշտ պայմաններում պիտի եկեղեցուն չվիրավորել, որովհետև ամբողջ աշխարհն է նայում այդ վիդեոերից նկարահանումը, ինքը մի քիչ երևի վիրավորական բաներ կա, ասենք Աննա Հակոբյանի միշտ որ սենցա, նենցա անմագարտակ է, ասենք աննագարակիր է, 7 տարի, 6 տարի է Աննային հասցեին, վերջապես ինքը վարչապետի կին է, եկեք այսպես խոսանք, ես ոչ թե վարչապետին կողմից եմ, վարչապետն լիլավ այդ փարը ասեց։ Իսկ ով է Աննա Հակոբյանն ինչ որ բաներ ասել, եկեղեցին։ Եկեղեցին կամ կուսակցությունները կամ Լավ, կուսակցությունները, մենք ճիշտն ասած այս հաղորդումը նվիրված չէ Աննա Հակոբյանի բարոյական, հոգեկան, չգիտեմ, կերպարին։ Ես ձեզ կոնկրետ հարցնեմ, եկեղեցիները համարվեցին չուլանացված, սրբազանի քերու կնոջ ինչ որ հարց բարձրացավ, դրան է վերաբերում իմ հարցը։ Այո, ես համաձայն եմ, եկեղեցին պետք է լինի բարգեշտ, խելացի, եկեղեցին պետք է հովիվի դառնա ժողովրդին։ Ասենք կաթողիկոսը պետք է քոնե ամիսը մի անգամ կամ երկու շաբաթը մի անգամ սուրբ Կիրկոր լուսավորիչ պետք է հաջախի եւ ժողովրդին հովիվը դառնա,
խրատներ դա եւ ժողովրդին հույս դա թեպի լավ ենք լինելու քարոզ է Գաթրի Գոսարանը դարձել է ես իմ աչքերով եմ տեսնում չի կարելի Գաթրի Գոսը ասենք կաթողիկոսի հասցեին մեջի գերականներն ալ մեջի սրբազան հայրերն ալ կաթողիկոսի մասին շատ բաներ են խոսում գիտեք ոնց ես Փաշինյանին չեմ պաշտպանում Փաշինյանը այո շատ սխալ բաներ ունի չի կարելի գերականի նեգեցի մեջ այդպես բաներ ասել եթե բան ունես ասելու ելույթով պիտի չասես բիերթաս իրեն հետ առանց նկարահանման պիտի ասես դա երկիրի քաղաքնությունն է ինչու պիտի ամբողջ աշխարհը լսե թուրքը լսե մանավանդ Ադրբեջանը եւ Թուրքիան հայերեն թերապետում են մեր վրա ծիծաղում են այս խոսակցությունները պետք է չլինի ամբողջ աշխարհը մեր հետ արդեն քննիկ է խաղում ու ամենադեն այս պատմությունները ոնց որ մենք մանկաբարձ լինենք մենք ղեկավարություն չունենք եթե ղեկավար ես երթաս առանցին կաթողիկոսն է կողմը կամ գերականի մոտ պիտի մտնես այդ հարցերը դուք ցես պիտի լուծեք ինչու ժողովուրդը պիտի իմանա եւ ամբողջ աշխարհը սա ես վիրավորվում եմ մեծ հայտարարություն է հիմա ես այսօր խոսում եմ ձեր հետ ես ապշած ու փշակավում եմ եւ վիրավորվում եմ որովհետեւ ես քրիստոնյա եմ գնքված եմ ես չեմ ուզում մեր եկեղեցին վիրավորեն եւ հակառակը այսօր դու երկիրի վարչապետն ես դու այսօր Հայաստանի Հանրապետության կաթողիկոսն ես ընտրված բան ունեք ասելու կողքի կացեք խոսացեք ինչու պիտի ամբողջ աշխարհը լսի այսօր սփյուռքահայը արդեն վիրավորված է սփյուռքահայը ավելի վիրավորվում է սփյուռքահայը ապշած նայում ասում է ես ինչ է կատարվում Ամերիկան, Ֆրանսիան, ամբողջ աշխարհը մեզի նայում է մեր որ ինչ որ խոսում են թարգմանում է աշխարհի լեզուներով մեզի հետևում են բոլորը մենք Հայաստանի Հանրապետություն կգոչվենք սուվերեն տարածք չի կարելի վարչապետը վիրավորի կաթողիկոսին կամ կաթողիկոսը վարչապետին կամ գերականները ես զգում եմ գերականներն ալ վիրավորում են կաթողիկոսին ուրեմն եթե Կաթողիկոսին այո գերականներ կան անունները չեմ գրնար հիշել թեմ են մեջի աշակերտները կաթողիկոսը ինքը միայն ճիշտ է եկավ պատրաստի նստեց հրահանգները գալիս է Ռուսաստանից մենք պետք է համախմբվենք նոր ուժերով ոչ հին եւ նոր հին ու նորը ամենը նույնն են հին ու նոր ղեկավարները պետք է քիչ մեհերանան Դուք ինչ եք համարում եք որ Սփյուռքը պիտի մասնակցի Հայաստանի ղեկավարմանը տնտեսության զարգացմանը եւ այլն թե ուղղակի Սփյուռքին պետք է մի կողմ դնենք ու ասենք իրական Հայաստանը սա է իրական հայերը մենք ենք որ ապրում ենք Հայաստանում եւ վերջ Սփյուռքահայերը արդեն Ամերիկայի քաղաքացիներ են Ֆրանսիայի Լիբանանի Սիրիայում էլ հայ մնացել է թե չէ չգիտեմ եւ այլն որ երկրում հայ կա նրանք այդ քաղաքացիներն են թող իրենց երկրի մասին մտածեն Հայաստանը այս հայերինն է ով ապրում է այստեղ պետք է միայն նրանք լինեն այդ Հայաստանի մասին մտածողները Բարոն Ջղարյան ջան ես ուզում եմ ասեմ Սփյուռքի հայը Հայաստանը շատ գոհ հոգատար է Սփյուռքի հայը չլիներ այսօր Հայաստանը գոյություն չեր ունենա Սփյուռքի հայը ոչ թե ես Սփյուռքի հայը նսելով ես շատ լավ գիտեմ որ Սփյուռքի հայերը ինչքան օգնություն են բերել ինչքան փող են բերել Հայաստան ամեն տարի ամեն ժամ Սփյուռքը Հայաստանի կողքին է որովհետև իր հայրենիքն է մեր բաբերի հողն է մեր ճուրն է
մենք եթե Հայաստանը գոյություն չունի, Սփյուռքն գոյություն չի ունենալ։ Մեգս մույսով ենք եթե Սփյուռքը կա, այս անգամ ինչ կլինի որ Սփյուռքը կա ղեկավարի, ինչ պիտի լինի որ իրենց փողերով, իրենց տնտեսությունով, իրենց ամբողջ կորձանները բացի հայ ժողովուրդը կաշխատի։ Ես ստեղ 40 տարի չեմ տեսնում աջ ժողովրդին քողություն են վարժացրել, կներեք, ես որ այդպես եմ ասում, իմ աչքերով եմ տեսնում ժողովրդին մարդասպան քողություն սրսկել, ես ինչ բաներ եմ ես տեսնում, չի կարելի։ Մենք Հայաստանը պիտի զերոյից շտկենք։ Ես շատ եմ վիրավորվում, երբ որ տեսնում եմ ջահել դղան 4-5 հոգի նստել են բայի տակ գուտ կչրտեն, ձեր լեզվով ասում են սեմուշկա է չրտում բբզած։ Այս ինչ խոսքեր է։ Շատ մեծ կորձարաններ կա, շատ մեծ տարածքներ կա, ամեն մեկ բաժինը երկաթակորձ, պայդիկորձ, միջև ջաշեփող, միջև գարայինք տագից արտեգան զենքեր հնարենք, մենք Հայաստանի մեջ այնքան խելացի սավակներ ունենք, ըլլա Թումոյում, ըլլա մեծ դարեց մարդիկներ, շատ խելացի մարդիկներ ունենք, եկեք դրանց հավաքենք, Սփյուռքի հայերի հետ միասին, նոր Հայաստան ստեղծենք։ Ես չեմ տեսնում ստե փայլուն աբակա գա, աս ինչ ցեվի աբակա է։ Ամեն մեկը գալիս է աթորան նստում իր թրիակները։ Ես այսօր իմ հաուտը 5-6 անգամ թալանվեր է։ Ով ինձի պատասխան տվավ։ Եվ ես չեմ դեղանում իմ Հայաստանի ժողովրդից եւ կառավարությունից։ Տեսնում եմ ամեն ինչ, բայց ցան չեմ անում։ Ես իմ թուքը գուլ եմ տալի։ Չեմ գալու դաժե գուլ տամ։ Ինչքան կարելի է ես թիմանամ։ Ես տեսնում եմ ամեն ինչ սխալով սխալ։ Սա իմ երկիրն է, իմ բաբերի երկիրն է, եկեք սխալը իրար չի վերավորենք, իրար չի հավոյենք։ Ինչ է նշանակում եկեղեցին կառավարության հավոյի, կառավարություն parlamenti մեջ իրար շիշ նետեն, իրար հավոյեն։ Ինչ է նշանակում այսօր թուրությամբ Սփյուռքի մեջ ամենազրավոր գուսակցությունը դաշնակցությունն է, դաշնակցության ինչու գտում եք կամ աշխարհի հավաքյան բարեգործական բալկա, այնտեղ բոլոր հանակները, հնչագյանները, բարեգործական ընդհանրությունը բոլորը մի հոգի փող են հավաքում, ուղարկում են Հայաստան, բայց արդյունք չկա, վիրավորված է Սփյուռքը։ Ես նորից եմ գրգոնում, ես եթե բանակի մեջ դուք ասում եք Սփյուռքը վիրավորված է եւ ասում եք որ պիտի Սփյուռքին հրավիրենք գա մասնակցի երկրի շենացմանը, երկրի ղեկավարմանը, հիմա վիրավորված է թե ուզում է գալ։ Եթե տեսնում է պետք է հրավիրի, պետք է հենց ով հրավիրի։ Հենց parlamento, հենց այսօրվա կառավարությունը։ Այսօրվա կառավարությունը չի հրավիրում։ Սփյուռքը նեղանա նստի մի կողմ, ասի դե որ չեք հրավիրում, գնացեք կործանվեք։ Նախկին կառավարությունն էլ չէր հրավիրում։ Նախկինն էլ չէր։ Բոլորը նախկին եւ ներկա բոլորը նույնն են, գներեք։ Նախկինը ով է, ներկան ով է, կաթողիկոսը ով է, բոլորը նույն խումբն են։ Կաթողիկոսը, նախնիները բոլորը նույն գներեք էսպարի համար նույն մաֆիան է։ Սա մեծ մաֆիան է, որ Հայաստանը չաջիրգոր չեմ գիտեր, ստից փախնում են բանակից Ուկրաինա կամ Ռուսաստան ընտեղել են գրվում։ Այսօր Ռուսաստանի եւ Ուկրաինայի գրիվները մեջը հայեր են գրվում, իմ սիրտը ցավում է։ Հայաստանի բանակից փախնում են, ազնագիրը փոխում են Ռուսաստան օնա բանակ երթասկոր, չէ՞։ Սա ինչ է նշանակում, ուրեմն մենք բոլորս բարակտվել ենք, մենք մեզ ենք բարակտվել։ Մենք ուր պիտի փախենք, սդախոսությունն է բերում այս օրը, սուտ խոսելով, փամփասելով, չգիտեմ ես ել եմ խելաքարվել, որ ամեն մի անգյունից եմ խոսում, որտից սկսեմ, որ մեկը շտկեմ, ամեն ինչը խառնվել է իրար։ Բոլորն էլ մեղավոր են։ Բոլորը մեղավոր են, որտեղ մենք ինչ տեսնում ենք, էդի անում ենք։
այսօր ինչ տեսնում ենք, էդի ուզում ենք, մենք մեր ճիշտ հայկական ցևով չենք ապրում, այսինքն հայկականություն ես չեմ տեսնում, այդ առաջվա հայկական այդ նրբությունն եմ ուզում ես, որովհետև ամեն ինչ տենում են, այս հերախոսներից, ցանցերից ինչ որ տեսնում են, այդ են ուզում, մեկը քիթն է երկարացնում, մեկը քիթն է կարճացնում, մեկը բանը Դրանք ամեն մարդու անձնական իրավունքն է։ անձնական իրավունք է։ Ուզի իր քիթը կկտրի, ուզի իր քիթը կմեծացնի։ Դա մեզ այդքան էլ չի հետաքրքրում։ Հիմա քանի որ դուք բանակից եք խոսում, եթե դուք լինեք պաշտոնյա պաշտպանության նախարարությունում կամ չգիտեմ բանակում, թեթև թե ծանր խնդիրը դա չէ, պաշտոնյա լինեիք։ Հիմա նայեք, պարոն Ջորջ, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ է դրվել օրենք, որ եթե ուզում ես մի ամիս ծառայես, ուզում ես ինչքան գումար, քանի միլիոն գումար, եթե ուզում ես 6 ամիս ծառայես, ուզում ես քանի միլիոն գումար, եթե հարուստ ես, կարող ես 1 ամիս ծառայել, աղքատ ես, փող չունես, պիտի երկիրը դառնա հայրենիք դրվի քո ուսերին, որպես ազատամարտիկ, որպես պատերազմների մասնակից, բազմաթիվ վիրավորումներ ստացած մարդ, ինչպես եք նայում այս օրինագծին։ Մարդը հարուստ է, ունի փող, բերում է, մուծում է, ասենք, $70,000 եւ ասում են դու գնա տուն, դու պիտի չծառայես։ Մյուսն էլ չեմ ասում աղքատ, ուղղակի այդ գումարը չունի ու պիտի ծառայի։ Ինքը այսօր աշխարհի բոլոր դեղերում այս օրենքը կա։ Դուք քանի որ մերձավոր արևելքի այդ ամեն ինչին ծանոթ եք, Իսրայելում այդ օրենքը գործում է։ Ինքը եթե հայրենասեր է, Չէ, եթե չէ, Իսրայելում այդ օրենքը գործում է, Իսրայելը գիտեք ինչ վիճակում է, անընդհատ պատերազմների մեջ, շրջապատված թշնամիներով, եւ Իսրայելը խիստ զգոնության եւ պաշտպանության կարիք ունի ամեն րոպե։ Իսրայելը նախագահանել է գրվում։ Իսրայելի մեջ եղբոր դղա նախագահի, հորքորոշ դղա Իսրայելի մեջ որտեղ մի ցերկ մի պրունցք են մի հոգի է։ Հենց Իսրայելի նախագահը իրա որդին, իրա հորքորոշ որդին, իրա բայց Հիմա դուք ասում եք ամբողջ աշխարհում դա կա, բայց հիմա ասում եք որ Իսրայելում հա բոլորն են կռվում, մի ձեռք են մի բռունց։ Իսրայելում ալ գա այդ օրենքը, բայց հարուստն էլ է գրվում, բայց այստեղ հարուստը ցերկին չի դալի, մի հատ բանով չի օգնում։ Թեգուց դու փողը դվերես, էլի օգնի։ Դու ունիս մարդկա մի գաթիլ ունի, մարդկա մի ծով փող ունի, մարդկա մի գաթիլ ունի։ Այդ մի գաթիլը ավելի օգուտ է դալի, քան թե այդ լիքը փող ունեցողները։ Այսօր ես շատ վիրավորված եմ, ասենք Ռուսաստանի հայերից Արա Աբրահամյանն էր, չի անունը։ Հայերի միության նախագահ, այո։ Պուտինի ընկերն էր, թող մեզի սաղավարտ եւ ժիլետ չուղարկեր մենայն։ Արտիական զենքեր ուղարկեր։ Մենք գնում ենք Պուտինի ընկեր լինելը ինչ կապ ունի դրա հետ։ Իրենք ամենալ գիտեն որ Հայաստանը ինչ զենք ունի, ավտոմատով լերբային։ Եթե կա պետական, Կալաշնիկովով միջպետական, կներեք, եթե կա միջպետական հարաբերություններ, եթե կա միջպետական պայմանագրեր, ընկեր բարեկամ լինելը ինչ կապ ունի։ Գիտեք ոնց այսօր Արցախի վրա 7-6 պետություն, 8 պետություն հարձակվեց, իրենց զենքերը փորձարկեցին, այդ օրենքը որ դուց եկավ։ Այդ պետություններից մեկն է Ռուսաստանն է, դուք պատկերացնում եք, համ Արցախի վրա ռուսական զենքերն են հարձակվում, Արցախն էլ ռուսական զենքերով արդիական, այսպես ասեմ, զենքերով պաշտպանվում։ Դուք ո՞նց եք գտնում։ Ադորամար, ետ դարձանք եկանք մեր պատմության։ Մենք մի լինենք մի ցերկ մի փրունցք նոր կառավարություն հայը իր ուսին պիտի վստահի ադորամար մեզի փորձարկեցին լավ հայը իր ուսին պիտի վստահի համաձայն եմ որևէ խնդիր չկա հայը իր ուսին պիտի վստահի նոր կառավարություն ինչպես եք տեսնում այդ նոր կառավարությունը Սպիրկից պիտի կա այս անգամ թող սպիրկին փորձեն
թող իրենք Այսինքն Հայաստանը փորձադաշտ է, անընդհատ Փորձադաշտ։ կրկին փորձիր։ 40 տարի է Ես համաձայն եմ, կներեք։ Թող Սփյուռքից գա, թող այլ մոլորակից գա, միայն հայ ժողովուրդը ընտրի։ Լեգիտիմ լինի, ժողովրդի կողմից ընտրված լինի։ Որտեղից ուզում եմ լինի։ Հայաստանի ժողովրդին կփավե խապեն, ժողովուրդն ալ չի իմանում ով ընտրի եւ ժողովուրդը չի ուզում ոչ մեկին ընտրի։ Այսինքն թող Սփյուռքին ընտրեն։ Թող ընտրեն, ես դեմ չեմ, ուղղակի դուք ասում եք հիմա նայեք, նորից ակտիվություն է, նախընտրական ակտիվություն ես արդեն կամարեմ, որովհետև 1 տարի միգուցե ավելի քիչ ժամանակ է մնացել նոր հայտարարվող 26 թվականի ընտրություններին։ Հիմա նորից այդ նախկիններ կա, այդ այսպես ասած, բա դու ինչ ասեցիր, բա հետո դու ինչ ասեցիր, բա հետո ինքն ինչ ասեց, այս ասի ասավի մեջ են մտնում նորից։ Դուք ինչ կարծիք եք, այն նոր ընտրություններ են մոտիկանում ու ոնց որ երևում է, բոլորը արդեն սկսել են նախընտրական արշավ, թաքնված թե անթաքույց։ Հայաստանի մեջ շատ խելացի անձեր կան, շատ խելացի գիտնականներ կան, ասպարեզ դուրս չեն գալի, որովհետև հենց գալիս է ընտրության բա ընտրվում է, Ռուսաստանը կանչում է իրեն, քլխլվում է, այդ ուղարկում է, այդ անձը փոխվավ, ժողովուրդը կփավե ժողովրդին խապեն։ Դենց բան պիտի լինի, որ ժողովուրդը ճիշտ ընտրի։ Հիմա 40 տարի է, ճիշտ չի ընտրում։ Չէ։ Մեզի Իսկ ընդհանրապես ընտրում է։ ես Փաշինյանը որ եկավ շատ ուրախացել էի, ձեզ ճիշտ ասեմ։ Հա, նույնիսկ ձեր խանութի Մեծ խանութի վրա Փաշինյանի նկարն է գծրե եւ հետո մինչև մի ուրախ եք, ժպտում եք։ եւ ցավալի եղավ բոլոր գուսակցություններից իմ ընկերներն են ասում են Արմեն, ես ինչ ես անում։ Եվ դուք հասկացաք ինչ եք անում։ Դեսակ որ մեր ժողովրդին խափում եմ, ես էլ եմ խափված։ Ես իմ աչքերով ամեն ինչը իմ աչքերով եմ տեսնում եւ լսում եմ։ Ադորամար գսեմ որ եթե խելացի մարդ լինի, Սփյուռքից մարդը կգանչի։ Այսինքն այդ խելացի մարդը Հայաստանի Հանրապետության պիտի Սփյուռքից կանչվի, Սփյուռքը սպասում է այդ բահերը։ Սփյուռքը գստեզե արտիական զենքերը, Ով է խանգարում Սփյուռքին, որ գա, անպայման պիտի կանչի։ Սփյուռքին Հիմի հայրենիքը, դուք ոնց եք եկել, դուք Երևանում եք չէ ապրում։ Դուք որտեղ եք ծնվել։ Լիբանան։ Մինչև որ տարիքը ապրել եք Լիբանանում, մինչև 40 տարեկան ապրել եք, 45 ապրել եք։ Չէ։ Ես Լիբանանի գերիներին հայոց համասներն ենք պաշտպանել, անցել եմ Սիրիա փանագում, 22 տարեկանից Հայաստանում եմ մինչև այսօր։ Արդեն 62 տարեկան եմ։ Ահա, 22 տարեկան, 22 տարի ապրել եք Այո։ Լիբանան, Սիրիա։ Ընդունեցինք։ Բայց չեք եկել Հայաստան, ձեզ կանչել են։ Ինձ չեն կանչել։ Եկել եք, չէ։ Ես եկա, Պարոն, ինչու համար եկա։ Լսեք ինձ։ Ձեզ ոչ ոք չի կանչել, չէ։ 87 թվին վերկացաք եկաք Հայաստան։ Ինչու համար եկա, գիտեք։ Ասեմ որ քարտիկը։ ասեք կիմանամ։ Իմ հայրը 5 եղբայրները, որ երկուքը հնչագյան էին, 3-ը տաշնակցական։ Սարոյան եղբայրներն էին։ Հա։ Իրենք երազում էին Հայաստան գալ։ Մեզ ասում էին երեխեք մենք Հայաստան պիտի ապրենք։ Մենք ալ այդ կարոտը մնացինք 22 տարեկան արդեն հոր եղբայրներս հայրս գործունեությունք Լիբանանի ճակատագրին գրիվների գողոբուտի դրա համար քիչ ասեցի չէ մենք Արցախի նման 2 անգամ կոպտվեցինք դե հայրս գնաց մեր դունի սույնը գնաց կորցադեղերը միլիարդներ գնաց Սիրիա եկանք Սիրիա նույնը դրա համար ես օրեղբորս եւ հայրիս իմ հայրիկին կորձը շարունակեցի ասես մենք Հայաստան պիտի գանք
ինձ ոչ ոք չի կանչի Հայաստանում։ Ես Եկել եք շենացնեք։ եկել եմ շենացնեմ, ես Հիմա մյուսներին ի՞նչն է խանգարում, որ գան շենացնեն։ Գան մասնակցեն Մյուսները- եւ ընտրություններին մասնակցեն, եւ ընտրելուն մասնակցեն, եւ ընտրվելուն մասնակցեն։ մուշները որ մեր սփյուռքա հայերը այնքան լսեր են Թալանի մասին, Քոչյան մասին, էլ չեն կար։ Ինչ թալան, ինչ գողություն։ Գրիգորյանի, Շարլ Ազնավուրի, Կավեջյանի, որ Կասկադի շարունակվեց, չի շարունակվեց։ Կասկադի պես ես փողերը չկա, լիսի հիմնադրամի փողերը չկա։ Այսինքն Հիմա թող գան, հիմա ազատականացվել է։ Փաշինյանը, որ դուք հավատում էիք, Չէ, ինքը նոր դրություն- ասեցիք, չէ, ասում էր եկեք, հարստացեք, հարստացրեք։ Հիմա ի՞նչն է խանգարում, Հենց որ գան parlamenti- հարստանան ու հարստացնեն։ Չէ, էսի պիտի հայտարարվի հենց parlamenti մեջ բոլորը միացայն պիտի լինի սփյուռքին հրավիրեն։ Հենց Ձեզ հրավիրել են, Կաթրիկոսն էլ ինձ չեն հրավիրել, ես ասեցի չէ բա ինչ ինչ համար եք եկել։ Եկել եք շենացնեք, ապրեք։ իմ հայրիկի Հիմա նրանք էլ հայր ու պապ ունեն, որոնք բռնագաղթվել են։ խապնում են, իրենք ուզում են չթալանվեն, արդեն ինչ կան քումար եղավ ասե թալանվեցին։ Ես նորից եմ ասում, սփյուռքը գտան գով չէ, սփյուռքը արթուն է, սփյուռքը սիրում է Հայաստանը, սփյուռքը սիրում է Հայաստանի ամեն ինչը, ցավում է, չի կարողանում թագարտի մեջ ընկնի, եկեք այս Դե թող գան այդ թակարդը բացեն, թակարդը վերացնեն։ Մենք չենք կարողանում վերացնել։ Դուք ասում եք, հրավիրեք, բիդի հիմա ես որ ասեմ հրավիրում եմ կգան։ գքան Ես հիմա ասում եմ հրավիրում եմ, թող գան։ Գատրիգոս վարչապետը թող իր դարամար եմ ասում, պետք է իր Վարչապետը հրավիրում է, բազմաթիվ անգամ ասել է բոլորը իրար հարստացեք եւ հարստացրեք։ սպիրգիքի ինչի համար նեղացած է, բոլորը թող իրար միանան, իրենք հագը միանան, Այսինքն ոնց իրար միանան։ Միանան ինչ անեն։ Իրար միանան ինչ սպիրգին անեն։ հրավիրեն։ Սպիրգին թող հրավիրեն։ Միայն սփյուռքին հրավիրելու համար իրար միանան։ Իսկ առանց միանալու չեն կարող հրավիրել։ Որ իրար չխանգարեն։ Ես նորից եմ կրկնում, պարոն Ջորջ, Ես հասկանում եմ ձեզ, գիտեք ինչ է, ինչն է խանգարում ձեր ասած սփյուռքին, լավ որ գան։ սպիրգից եկան այստեղ, Ահա։ խապնվեցան, կորձարաններ բացին, ցերկերից խլեցին, բարձ ասեմ ցեզի։ Ասեք բարձ, ասեք որ իմանա ժողովուրդը։ Սպիրգից Ֆրանսայից հայ համայնք եկավ, կորձարան բացեցին։ Հենց սկսավ աշխատել, խանգարեցին, հարգայինը ինքան բարձրացեցին, մարդը թողեց գնաց։ Բոլորի մասին է խոսքը։ Ես ասենք Արմեն Ջորջն եմ, Ջերահյանը, թիմացա։ Իմ խանութը 4 անգամ փալանվեր է։ Ուր է այդ փողերը։ Ես շատ եմ վիրավորած, բայց ես այնքան հայրենասեր եմ, աչք եմ փակում, ահա վերջը, սրա վերջը գա չէ։ Ես Հայաստանը այնքան սիրում եմ, փայփայում եմ իմ երկիրը, իմ ջուրը, պետք լինի գրիվի գետամ, բայց Դե պետք եղելա գնացել եք դուք արդեն ձեր խոսքերը ապացուցում։ հիմա էլ ասված չնի Հայաստանի գրիվը լինի, առաջինը ես եմ գնացող, որովհետև մենք այդ զինվորներ պետք է լինենք, որ հանուն Հայաստանի հայրենիքի ցեր են առնում, մեզի վիրավորում են։ Արցախի ժամանակ դու Փաշինյանական այս, թե Քոչարյանական այս։ Այդ այսինքն Գրվի թաշտում։ Ես ասել եմ հայ զինվորի ողքին եմ, Հայաստանի համար եմ գրվում։ Այդ ինչ խոսք է Փաշինյանականից, թե Քոչարյանականից։ Չի կարելի, չէ։ ձեզ են հարցրել, կոնկրետ ձեզ են հարցրել։ Այո։ Իսկ դուք ինչ եք պատասխանել, որ Փաշինյանական եք։ Ոչ, ես ասել եմ հայ զինվորի ողքին եմ։ Չէ, որտեղ ասում եք նկարը կպցրել է, նկարը որ գպցրեցի, նկարը կար դեռ։ Ես այդ նկարը ոչ թե գպցրեցի, նոր շունչ, ասենք հիները, լավ Փաշինյան թունա հիմի մեջ ես, դու հիմերի աշակերտն ես, ինչու համար սփյուռքը հայը օդար ափերում բացի կորձարաններ, Հայաստանում չի բացի, Ես էլ եմ դա ասում։ դուք ինքներդ ձեզ մտածեք, շտկեք Հայաստանի կառավարությունը եւ ժողովուրդը, գփավե թալանեք սփյուռքային, եկեք բացի-բաց խոսանք։ Ես կոնկրետ չեմ թալանել, չեմ էլ մտածում թալանելու մասին։ Դուք թանալող դեսակը չեք։
Ես այսօր ամեն մարդու կողք չեմ գալա կամ խոսիմ բացեպած։ Ես վաղ չունեմ ոչ մեկը, ես ասած իմ քլուսա գլխադեն, պիտի ճիշտ խոսես։ Ի վերջո գալիս է ամենը սուտ խոսելով, շատ սուտ խոսին, սուտ խոսիլը մեզ մոտ մարդասպանություն է։ Նույն բադիժն է սուտ խոսալը մարդասպանությունը հաշիշը, այս հաշիշը որդուց է գալի, պրնեք մեր ջահելներին ինչի համար թեղեք սրուսկում։ Ես որ մեկը վապեմ, իմ սիրտը ցավում է, երբ որ ես տեսնում եմ Ձեր սիրտը ցավում է, պարոն Ջորջ։ Իսկ կաթողիկոս Գաթողիկոսը Վասկեն առաջինի նման։ Վասկեն առաջինի նման ցավ ունեցող։ Ես գավադակ որ եկեցի ուզում եմ գնամ, չեմ կարող աղոթեմ։ Ես քրիստոնյա եմ, ես քիչ ոնց կարող եմ ամեն ամիս երկու անգամ եկեցի հաճախեի, հիմա չեմ գնում։ ինչ չեք գնում։ Զգում եմ այդ ուժը չկա։ Պիտի եկեցի մտնեմ այդ դեր հայրը, միան Գաթողիկոսը չէ։ Դες վերևից է գալի դեր հայրը պիտի նենց քարոզ է որ ես փշակաղվեմ իշտնեմ ծունգի աղոթեմ։ Ես չեմ զգում այդ ուժը։ Ես որտեվ այնքան եկեցիներ եմ գնացել Իսկ Գևորգ Եսուրենյանցի ժամանակ դուք չեք եղել իհարկե, ես էլ չեմ եղել։ Ասենք որ կազմակերպեց Սարդարապետի հերոսամարտը։ Այդենց Գաթողիկոսը պետք մեզի այսօր Գաթողիկոսը այդենց Գաթողիկոսը պետք մեզի որ զորք փանակ կառավարություն միցեք մի փրոնց։ Եվ ես Հիմա նույն բանը ասում է այսօրվա իշխանությունները, ասում է եկեք միանանք, համախմբվենք եւ այլն, ասենք իշխանամերձ շրջանակները, եկեք համախմբվենք, իշխանությանն օգնենք, թող ծաղկացնենք Հայաստանը։ Նայեք, ես քեզ ինչի նման, սպիրկի մեջ դաշնակցությունն է ամենահզորը, այսօր Լիբանանի Գաթողիկոսը ավելի մեծ դաշնակցական է եւ ճիշտ կխոսի։ Արամ առաջինի մասին է խոսքը։ Այո։ Երևակայեցեք Լիբանանը այսքան տարի գրիների մեջ բան փոքրիկ Հայաստանը ստեցեց։ Վերջապես մեր Գաթողիկոսն է, դες այդ Գաթողիկոսին իմ սիրտից ավելի Լիբանանի Գաթողիկոսին ավելի իմ սրտից մեջ է, քան թե մեր Հայաստանի Գաթողիկոսը։ Սովորի Գաթողիկոսն ամոթ չի։ Բայց մենք ձգտում ենք խաղաղության, միևնույն է, ինչ էլ անեն, մենք մեր խաղաղության օրակարգից չենք թուրքը խաղաղություն չի սիրում։ Չէ, մեր կառավարությունը այսօր ասում է, մենք անշեղորեն գնում ենք դեպի խաղաղություն։ Ինչ էլ որ լինի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվելու։ Դուք ասում եք, թուրքը խաղաղություն չի սիրում։ Թուրքը չի գալու խաղաղությամբ, թուրքը գալու է միայն սպանելու, մորթելու։ Գիտեք ոնց եթե շատ ուժեղ թիվանակիցներ սպիրկի մեջից աշխարհի երեսի 4 ցակերը հայություն է ապրում։ Սպիրկն ալ պետք է Հայաստանից չնեղանա։ Այո, սպիրկը գիտե որ Հայաստանի վերքը սպիրկը խապնված է։ Ես խնդրում եմ ուղղակի սպիրկը հայերին իրենք պետք է օգնեն խաղաղության հասնել։ Այո, մենք 100 անգամ բրի չի գրվենք, վերջապես եթե սա Հայաստանը այո մերն է, եթե սուդի անկախություն չեն տված, եթե անկախություն, ես ինչ գիտնամ որ էսի իսկական անկախություն է, ուրեմն սպիրկը հայնալ պետք է մտածե այդ վտանգի մասին, պետք է լեզուներ գտնե մեծ մարմինները սպիրկի մեջ ղեկավարներին համոզե որ լոբինգով զբաղվում համոզե Ադրբեջանին, Թուրքիային, որ հաշտության կա, թե ոչ հաշտություն չի դնում, պիտի միշտ գրվենք 5000, 10000, 15000 զոհեր գունենանք, այո, հայազգը գրվի, ես առաջինն եմ գրվողը, բայց արդյունք չի գա։ Արդյունքը պիտի ունենանք երկիր։ Արդյունքը պիտի ունենանք երկիր, այո, գիտեք ոնց հաշտությունը լավ բան է, բայց
չեն հաշտվի։ Արժանապատիվ չէ պիտի լինի այդ հաշտությունը։ Թուրքը Բուդապեշտում Քուրքեր Մարկարյանին վիզգացինով գդրեց ազգային հերոս տվի։ Փող լիքը փող տապեցին Հունգարիանում Փերին Ադրբեջան ազգային հերոս։ Հունգարիան փոխթապել պետք չի, Հունգարիան Իրենց թուրքերի հետ եղբայրության մեջ է։ դրա համար եմ ասում, մենք մենակ ենք մնացել։ Ինչ ռուս, ինչ բան, ամենը սուտ բաները։ Մենք մեր մեջքը մենք պիտի շտկենք։ Լավ, մենք մեր մեջքը շտկեցինք։ Հիմա դուք լինելով ցեղասպանության զոհերի 15-ի չարտի 15-ի ջարդի, այո, հետնորդ, սերունդ, դուք համաձայն եք, որ մոռացվի այդ ցեղասպանությունը, որ վերջ տնենք այդ ցեղասպանությունը առանց հատուցման, առանց որևէ բանի, ուղղակի եկեք մոռանանք էլի, լավ, եղել է, մի բան եղել է 100 տարի առաջ եղել։ Բա ինչու համար է եկա գրվելու իմ բաբերի վրեժը լուզելու ցեղասպանությունը ես Արցախ ինչու համար գրվում եմ։ Փոքրուց ես ոխ եմ բայ, չէ։ Դե այդ են ասում, եկեք այդ ոխը հանեք մեջներիցդ։ Չէ, դի չի մոռացվի, որովհետև 301 թվական քրիստոնեությունը մեր վիզին փաթեցին։ Դրանից առաջ ինչ էին գրագաբաշտ, հեթանոս, չեմ ինչ, բայց հայ ժողովուրդը գաբրիել որ չէ։ Ինչա մինչև 301 թիվը կռիվներ չի եղել։ Ես դեզի բարձ հայ ժողովուրդը կռիվների մեջ չի եղել։ Բա ինչ են նշանակում ասեմ թե դերին վերնվազին ինչքան է խառնված, չէ։ չէ։ Դուք ներկայացիք, որ 301-ից հետո է մեր դժբախտություններն եկել։ Մինչև 301 չենք կռվել, կորուստներ չենք ունեցել։ Այսօր Հայաստանի քանի տարիներ հետո Հայաստան տեղափոխվեցավ կռիվները։ Մեզի անկախություն դվիկ անկոմեն եգրաշարժ եղավ ասկոմեն Արցախի։ Հայ ժողովուրդը ինչ ապրեցավ։ Ես իմ հայ ժողովրդի վրա զարմացել եմ։ Ամեն մի հայ ժողովուրդ հերոս է։ Հայաստանի ժողովուրդը ամեն մի հայ հերոս է, որովհետև մութ ցուրտ տարիներին ես տեսա ամեն ինչը։ Վրաստանը այդ կողմից փակ, ով ասես որ Հայաստանը լավ ապրել է։ Մենք նախնիներից միջև այսօր Հայաստանը վատ կապրիգոր, միջև այսօր վատ կապրիգոր։ Մենք մեզ ենք բարակտում։ Չէ, բայց կապ ունի պարակտում։ Ժողովրդի ցնցումները, հոկտեմբեր 27-ը սա աներելի է, մարտի 1, այսինքն փակագծերը բացենք ամեն ինչը։ Թող բացեն։ Ես դրա 7 տարի է, ասում են մարտի 1-ը բացահայտված է, թող բացեն։ Բոլորը իրար հետ են որ դե։ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է, հոկտեմբերի 27-ի գլխավոր զոհերից մեկի եղբայրը այսօր կառավարության հիմնական ջատագովն է, թող բացեն։ Դրա համար եմ ասում, բոլորը միասնական են նույն ուժն է, այսինքն նախին ներկա, ինչս էլ է նախին ներկա, ամենը նույնն է։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Կիսվեցիք ձեր մտորումներով, ձեր կարծիքով, շնորհակալ ենք նորից մեր հաղորդմանը հյուր լինելու համար։ Հուսով եմ, որ Սփյուռքը կդիտի ձեր կոչը, կլսի ձեր կոչը, միայնակ չի թողնի Հայաստանին, այսպես ասենք, միայնակ չի թողնի Հայաստանին եւ Հայաստանն էլ ունի այդ օգնության, սատարման եւ զարգացման կարիքը։ Շնորհակալություն, ցտեսություն, այսօր այսքանը կհանդիպենք։